Իմ քայլը բարեգործական հիմնադրամի թիմը հերթական մշտադիտարկման այցն է իրականացրել, այս անգամ Լոռու մարզ, շարունակելու հետևել 2023-2024 թվականների պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում ծրագրի ընթացքին։ Այցի հիմնական նպատակն էր գնահատել ծրագրի շահառուների ձեռքբերումները եւ արձանագրել առաջընթացները ֆինանսավորումից 6 ամիս անց։ Ունեցանք ճամբարի մասնակիցների 20-ից ավել մասնակիցներ, սակայն ճամբարից հետո բիզնես դասընթացներին մասնակցեցին 14 հոգի, բիզնես ծրագիր ներկայացրեցին արդյունքում 10 հոգի եւ քննարկման արդյունքներում արդեն հիմնադրամը ֆինանսավորեց 7 բիզնես ծրագիր, որոնք այս պահին հաջողությամբ ընթանում են։ Այս պահին ունենք բավական հաջող ընթացող բիզնեսներ, բոլորն էլ իրենց գործը անում են, շարունակում են։ Առաջին կանգառը Լեռնապատ համայնքն էր, որտեղ շահառու Համբարձում Ալոյանը հիմնել է ջերմոցային տնտեսություն։ Նա արդեն մշակում է հողը, իսկ առաջիկայում նախատեսում է սկսել լոլիկի եւ այլ կուլտուրաների աճեցում։ Համբարձումի ցանկությունը հստակ է՝ զարգացնել տնտեսությունը եւ ապահովել իր ընտանիքի կայուն եկամուտը։ Ծրագրին մասնակցել եմ որպես պատերազմի մասնակից անցյալ տարի, կարելի ասել հունվարից, արդեն հետո ընթացքում հոկտեմբերին, նոյեմբերին արդեն պատրաստվեց ջերմոցը ու շնորհակալ եմ բոլորից։ Աքորի գյուղից Հայկ Աղաբաբյանն էլ զբաղվում է մեղվաբուծությամբ։ Սկզբում տենց ակնկալիքներ չունեի, տենց ոնց ասեմ, դուր չէի նայում, հետո մասնակցեցի։ Ճիշտն ասած, այս գաղափարը ծրագրի ընթացքում ոնց որ զարգացա մոտս, ես ուրիշ նպատակ ունեի, բայց ընթացքում հասկացա, որ ավելի լավ է մեղվաբուծություն է ու այն որ հաստատ չեմ փոշմանում, որ փոխել եմ այդ միտքս, իմ ծրագիրս, այն որ արդյունքը շատ լավ է։ Նպատակ կա ավելի շատացնել, հուսամ այս տարի մի քանի հատով ավելի կավելանա։ Ներկա պահին, որ հիմա մենակ մեղր եմ ստանում, շատացնելու դեպքում հնարավորություն կարամ ունենամ արդեն մեղվաընտանիքներ վաճառեմ։ Ամեն տարի ինքը ոնց որ շատանում է ձագ հատալի ձագ վերցնեմ, արդեն կարող եմ դա վաճառեմ, որպես մեղվաընտանիք վաճառեմ, ոչ թե մենակ մեղր ստանամ։ Վերջին կանգառը Վանաձորում է։ Այստեղ մնացական Լալազարյանը հիմնել է բազմապրոֆիլ սերվիսային կետ՝ պատճենում, տպագրություն, լամինացիա, համակարգչային տեխնիկայի վաճառք եւ վերանորոգում։ Ինձ առաջարկությունը արել, որպեսզի մասնակցեմ Իմ քայլը կազմակերպության ծրագրերից մեկին, պատերազմի մասնակիցների ներուժի բացահայտման հետ կապված, հենց վերնագիրը արդեն ինձ մոտիվացրեց, որպեսզի ես մասնակցեմ, ու ես ունեի որոշակի գաղափարներ բիզնես, որոնք ավելի զարգացրեցի այդ ծրագրին մասնակցելով։ Մի քանի փուլով եղավ այդ ծրագիրը, մենք գրեցինք մեր բիզնես պլանները, իմը կապված էր համակարգչային խանութ, աքսեսուարներ եւ ծառայությունների մատուցում, շահեցի, այնուհետև որոշակի հովանավորություն եղավ պրինտերների հետ կապված, կահույքի հետ կապված, համակարգչի հետ կապված եւ ես սկսեցի արդեն իմ նորաստեղծ բիզնեսը։ Ներկա պահին համակարգիչների առքովաճառքը երևում է, որ շատ քիչ է, իմ կարծիքով ամառվա հետ կապված կբարձրանա նորից առքովաճառքի տոկոսայնությունը, քանի որ արդեն ուսանողական կազմը կսկսի գնել համակարգիչներ, այս պահին ավելի շատ սպասարկում ենք իրականացնում աքսեսուարների վաճառք եւ որոշակի դիզայներական բաներ, ֆոտոյի տպագրության համար ապարատ ենք առել, մենք արդեն աշխատելով։ Ապագայում էլ պատկերացնում եմ, որ խանութի ծավալները մեծանալու է։ Այս ծրագիրը տվեց նոր մտածողություններ, մարդկանց հետ շփվելու, համագործակցելու նոր ունակություններ, ինչպես նաև լեզվի հետ կապված որոշակի իմացության պարտադիր եղնելը, որ առանց դրա գործընկերների շրջանակն էլ է քչանում։ Նաև նոր աշխարհ բացեց։ Գործունեությունում ներգրավել է նաև հարազատներին, այսպիսով ստեղծելով ընտանեկան փոքրիկ բիզնես։ Առաջիկայում նպատակ ունի ընդլայնել այն, համայնքի համար աշխատատեղեր ստեղծելու հեռանկարով։ Իրականում ծրագիրը շատ արդյունավետ է, իրենք պետք է շահագրգռված լինեն, իրենք պետք է մի քիչ ջանք գործադրեն, որպեսզի հաջողության հասնեն։ Եթե կարողանանք այդ պահը հաղթահարել, նախնական փուլը հաղթահարել, հետո հաստատ կստացվի, մանավանդ որ բոլոր գործիքները, գործիքակազմը տրվում է իրենց։
Մշտադիտարկման արդյունքները եւս մեկ անգամ փաստում են, որ ծրագիրը չի ենթադրում միայն ֆինանսական աջակցություն, այլ մարդկանց ուժեղացնելու եւ նրանց ապագան վստահ քայլերով կառուցելու հնարավորություն է տալիս։ Դրա մասին են վկայում մասնակիցների գոհունակ դեմքերը եւ զինագիծ ընկերներին ուղղված խորհուրդը՝ անպայման մասնակցել ծրագրին։